Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում օրենաչափն է։ Այսօր խոսելու եմ մի շատ կարևոր թեմայի՝ թմրանյութերի մասին։ Անդրադառնամ դրանց բնորոշմանը, տվյալ տիրույթի կարգավորող իրավական ակտերին և ամենակարևորը՝ վրահասնող պատասխանատվությանը։ Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի թեման առավել քան ակտուալ է մեր հասարակության համար, քանի որ սարսափելի շատացել են դրանց ձեռքբերման, տարածման, պահման և օգտագործման դեպքերը, ինչն իմ խորին համոզմամբ ոչ միայն պետության, այլև ցանկացած քաղաքացու ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Ավաղ այսօր շատ անչափահասներ և երիտասարդներ են այդ չարիքն օգտագործողի կամ տարածողի դերում։ Գրեթե ամեն օր որևէ տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումների մասին, թե ինչպես են ձերբակալվում և հետագայում կալանավորվում դրանով զբաղվող մասնակիցները, սակայն զանազան վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այդ արատավոր երևույթը պակասելու փոխարեն հասել է ագնացող չափերի։ Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ այդ աղբը կարողանում են առաջարկել անչափահասներին հավելվածների միջոցով և գործում են տարատեսակ սխեմաներ թմրանյութերի ձեռքբերման համար։ Վստահ եմ բոլորդ տեղյակ եք նաև վերջերս կատարված զարհուրելի դեպքի մասին, երբ դպրոցի բարձր դասարանի աշակերտներն ստիպել էին 4-րդ դասարանի մի քանի երեխայի թմրանյութ օգտագործել և կախվածություն առաջացնելով սկսել էին վաճառել թմրանյութն այդ երեխաներին։ Սա չտեսնված ու չլսված բան էր մեր հասարակության համար։ Հուսամ այս դեպքը որոշակիորեն բարձրացրել է մարդկանց զգոնությունը և ուշադրությունը խնդրի նկատմամբ։ Փորձը ցույց է տալիս, որ թմրանյութերի վաճառքի կամ դրանց տարածման ամենատարածված եղանակը Telegram հավելվածն է։ Թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձինք Telegram-ի միջոցով տարածում են այդ աղբը մեր երկրի ամեն անկյունում, օգտագործելով տարատեսակ քողարկման հնարքներ, սակայն ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաճախ են հայտնաբերվում և հետագայում դատապարտվում երկարատև ազատազրկման, քանի որ քրեական օրենսգրքով թմրանյութերի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի շրջանառության կամ այլ ապօրինի գործողությունների համար սահմանված են բավականին խիստ պատիժներ։ Ավաղ պետք է արձանագրեմ, որ մեր քաղաքացիներից ոմանք, անկախ սեռից ու տարիքից, անգամ անչափահասներ, խաբվելով և գայթակղվելով հեշտ գումար աշխատելու հնարավորությամբ, ներգրավում են թմրանյութեր տարածելու, վաճառելու գործում, չպատկերացնելով հետևանքները և միայն ձերբակալվելու դեպքում են հասկանում, թե որքան բարդ իրավիճակում են հայտնվել և ինչ չարիք են գործել։ Ուստի հորդորում եմ ծնողներին շատ ուշադիր եղեք ձեր երեխաների վարքագծին, փորձեք վերահսկել նրանց ներգրավվածությունը սոցիալական ցանցերում, տեղյակ եղեք նրանց շփումների, անհասկանալի ծախսերի մասին, ուշադիր եղեք վարքագծի փոփոխությանը, ցանկացած մանուկի, այդպիսով զերծ պահելով նրանց թմրանյութերի հետ առնչություն ունենալու հնարավորություններից կամ որևէ այդօրինակ սխալ քայլից։ Անցնենք առաջ։ Այժմ ներկայացնեմ իմ փաստաբանական պրակտիկայից մի քանի օրինակ, երբ անձանց առաջադրվել են մեղադրանքներ ծանր հանցագործություն կատարելու համար։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում բժիշկները ցավազրկման կամ այլ նպատակով որոշ հիվանդների կարող են նշանակել թմրամիջոցներ, դուրս գրելով դեղատոմս, սակայն պետք է արձանագրենք, որ այդ դեպքերի առյուծի բաժինը ցավոք վերաբերվում են քաղցկեղով հիվանդներին, երբ ցավերն անտանելի են, կամ էլ թմրամոլությամբ տառապողների դեպքում, և նշանակված թմրամիջոցները կոնկրետ են և դրանք չեն կարող լինել օրինակ մարիխուանա կամ կանեփ։ Կարծում եմ լսած կլինեք, որ ԱՄՆ-ում թույլատրվում է և օրինական է համարվում ինչ-որ տեսակի թմրանյութերի օգտագործումը, օրինակ դեպրեսիաների դեպքում ավելին նշված պետությունում թմրանյութերի, իսկ ավելի կոնկրետ մարիխուանայի կամ հաշիշից ստացված յուղերի օգտագործումը կատարվում է բժշկի համապատասխան նշանակումով։ Հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ ամերիկահայերը, որոնք պայմանականորեն ունեն այնտեղի բժշկի նշանակումը, գալիս են Հայաստան և հետները բերում են ինչ-որ քանակի և չափի իրենց պատկերացրած նշված դեղը իրենց ամերիկյան հիվանդությունները բուժելու համար, որը թմրամիջոց է։ Իսկ հիմա հարց. ինչ է տեղի ունենում այն դեպքում, երբ ինքնաթիռի վայրէջքից հետո մաքսային մարմիններն այդ ուղևորների մոտ հայտնաբերում են նման բեռ,
որ Հայաստանի Հանրապետությունում մեղմ ասած չի համարվում դեղորայք։ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածն ասում է, որ տվյալ դեպքում անձը կպատժվի ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով։ Իսկ այն դեպքում, երբ նման արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ խոշոր չափերով կամ շանտաժի միջոցով կպատժվի ազատազրկմամբ 5-ից 10 տարի ժամկետով։ Եթե դա կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով, կպատժվի ազատազրկմամբ 6-ից 12 տարի ժամկետով։ Հուսով եմ բոլորի համար պարզ է, որ ԱՄՆ-ից կամ այլ երկրից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրանյութեր անցկացնելու համար անձը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Ուստի ձեր օտարերկրացի հյուրերին կամ սփյուռքահայ բարեկամներին, ընկերներին Հայաստան հրավիրելիս կարող եք նախազգուշացնել հետևանքների մասին։ Որպեսզի ասածը սխալ չընկալվի, պարզաբանեմ, որ վերը նշված դեպքերը իրավապահ մարմինների կողմից դիտվելու են որպես հանցագործություն, սակայն Հայաստանի Հանրապետության սահմանը հատած անձը կարող է իր մոտ ունենալ բուժման նպատակով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով։ Այլ կերպ ասած, եթե տվյալ անձն ունի առողջական խնդիր եւ բժշկի կողմից նշանակված են թմրամիջոցներ, որոնք ընդգրկված են ՀՀ համապատասխան իրավական ակտերում։ Նման կարգավորումները սահմանված են թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի մասին օրենքով։ Այժմ անդրադառնամ մեկ այլ իրավիճակի, երբ օրինակ ոստիկանությունը ինչ-որ մեկի այգում, բնակելի տանը, դաշտում կամ հողատարածքում հայտնաբերում է աճեցրած կանեփի թփեր կամ այլ արգելված աճեցված բույսեր, առգրավում է դրանք, ոչնչացնում, նշված դեպքերում նախաձեռնում է քրեական վարույթ կամ էլ կախված հայտնաբերված չափից հարուցվում է վարչական վարույթ եւ այլ իրավական գործընթացներ։ Ինչ իրավական հետևանքներ կունենա նման դեպքը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ, հոգեներգործուն, խիստ ներգործող կամ թունավոր նյութ պարունակող բույս ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով պատժվում է տուգանքով, առավելագույնը 20 չափով, կամ հանրային աշխատանքներով 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը հանցավոր կազմակերպության կողմից կատարելը պատժվում է ազատազրկմամբ 4-ից 8 տարի ժամկետով։ Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, հոգեներգործուն, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է կառավարությունը։ Սա քրեական պատասխանատվության մասին։ Ինչ վերաբերում է վարչական պատասխանատվությանը, ապա համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 110 ցուցիչ 2-րդ հոդվածի շրջանառությունն արգելված թմրանյութեր, բույսեր ցանելը կամ աճեցնելը մանր կամ զգալի չափերով առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև երեսնապատիկը։ Այդ նույն հոդվածի համաձայն շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, հոգեներգործուն, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր եւ զգալի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հարգելի հետևորդներ, նշված նորմերի կիրառությունը, կրկնում եմ, կախված է հայտնաբերված թմրանյութի չափից, որն էլ որոշվում է համապատասխան դատաքիմիական փորձաքննության արդյունքում։ Եվ ստացված փորձագիտական եզրակացությունից է կախված, թե անձը կենթարկվի վարչական, թե քրեական պատասխանատվության։ Շարունակենք։ Թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի մասին օրենքի համաձայն թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի փոստային, այդ թվում միջազգային առաքումն արգելվում է։
Իմ փաստաբանական պրակտիկայում հանդիպել եմ նման դեպքի, երբ ինչ-որ քաղաքացու անունով այլ երկրից փոստային ճանապարհով ուղարկվել էր փոստային ծրար, որի մեջ թղթի թերթեր էին թմրանյութի պարունակությամբ։ Սակայն քաղաքացին նման բառ չէր պատվիրել եւ չէր սպասում։ Տվյալ երկրի հետ կապ չէր ունեցել, սակայն փոստային ծանուցումը ստանալուց հետո մոտեցել էր փոստային բաժանմունք եւ ստացել նշված փոստային ծրարը։ Այդ դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել եւ ենթադրյալ հանցագործությունը կատարողին սպասվում էր ազատազրկում մինչեւ 6 տարի ժամկետով։ Այնպես որ ուշադիր եղեք ձեր հասցեով եկած առաքանիներին եւս։ Մի ստացեք ձեր անվամբ ուղարկված որևէ փաթեթ կամ փոստային ծրար, եթե տեղյակ չեք, թե ով կամ ինչ է ուղարկել, որպեսզի զերծ մնաք հետագայում առաջացող իրավական խնդիրներից։ Բնական է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը շատ արդիական է ամբողջ աշխարհում, եւ տարբեր երկրների կառավարություններ միավորվել են իրենց ջանքերը դրա դեմ պայքարի համար։ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը դեռևս 24 մայիսի 1993 թվականից միացել է ՄԱԿ-ի 1961 թվականի թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիային եւ թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի 1988 թվականի դեկտեմբերի 19-ի կոնվենցիային, նաեւ այլ միջազգային համաձայնագրերին։ Հարգելի հետևորդներ, թմրանյութերի թեման բավականին ընդգրկուն է եւ մեր հաղորդման ընթացքում ամբողջ ծավալով ներկայացնել իհարկե չի ստացվի, սակայն ես փորձեցի մի շարք օրինակներով ձեզ ներկայացնել դրան վերաբերող իրավական կողմը, մասնավորապես թմրանյութերի ապօրինի շրջանառության իրավական հետևանքները։ Հարգելիներս, չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը օրենաչափի թողարկումները բաց չթողնելու համար։ Մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից ABC Media-ի եթերում։